երեկո հաջողի գործընկերներ, սկսենք այցանի առաջնության հերթական տուրի Արարատավանը սապերապատ հանդիպման հետխաղան ամուրի ասվիսը գլխավոր մարշչի Մանուել Տուրիպայի հետ, միանգամ սկսենք արդյունավծերով Արման Պարոն Տուրիպան մրցակցի մարզիչը ասաց, որ իրենց նպատակն էր կենտրոնը փակել և ստիպել Արարատ Արմենիային եզրերով գրոհել, ըստ ձեզ մրցակցին հաջողվեց այդպիսով կանգնեցնել Արարատը։ Մենք տարբեր մոտեցումներ ունեցող մարզիչներ ենք, չեմ ուզում քննադատել մրցակցին, բավականին մրցունակ թիմ է, բավականին բարդ խաղ էր մեզ համար, բայց օրինակ ես թիմին պատրաստում եմ այնպես, որ թիմը խաղագնդակով, թիմը ղեկավարի, կառավարի խաղը, ինչ վերաբերում է այդ մտքին, այո, նրան ինչ-որ չափով հաջողվեց փակել կենտրոնը։ Lo único que yo puedo hablar es que, cambiamos un equipo entero y no perdemos la identidad. Me parece que los ritmos que jugamos tienen que ser más elevados contra una equipa que esté en bloco medio-bajo, pero la identidad de equipa siguió, tuvimos muchas oportunidades, no las logramos hacer gol y por eso perdemos 2 puntos. Արարատ Արմենիան իր խաղը խաղաց ամեն դեպքում, չկորցրեց ինքնությունը, ռիթմը լավն էր, պարզապես մրցակիցը շատ ցածր բլոկով էր պաշտպանվում, մենք ունեցանք պահեր, գոհ եմ ընդհանուր թիմի խաղից, բայց չկարողացանք իրացնել պահերը, դրա համար էլ միավորներ կորցրինք։ Այսօր պաշտպանության կենտրոնում Մաքս Կաբիել խաղաց, Անցոք Լուիս Ֆելիպեի հետ, սա դրա համար էր, որ մյուս 3 հիմնական կենտրոնականները հանգստանային, թե ամեն դեպքում փորձ է Արմենիայի դիրքում օգտագործել։ Երբ ինչ-որ ֆուտբոլիստի ենք ձեռք բերում, միշտ ուսումնասիրում ենք, թե որ դիրքերում նա կարող է խաղալ, Կարլեն ունի կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու փորձ եւ 2 տարի խաղացել է այդ դիրքում։ Pero nosotros lo contratamos para posición 6, por tanto, yo lo puso hoy a jugar porque quería que los otros 3 centrales pudieran descansar y jugamos con Luis. Ամեն դեպքում նրան ձեռք ենք բերել, որպեսզի օգտագործենք 6 համարի դիրքում, այսօր Կարլեին կենտրոնական պաշտպանի դիրքում օգտագործելը նպատակ ուներ մյուս 3 կենտրոնականներին հանգստի հնարավորություն տալու։ Por tanto, es una decisión mía y como no correu bem, el responsable soy yo, claro. Դա իմ որոշումն է եղել եւ ես պատասխանատվություն եմ վերցնում այդ որոշման համար։ Այլացեր Հարցը Արայ Գելոյանի մասին է, նախորդ մրցաշրջանում ձեր գլխավորությամբ վատ հանդիպումներ չի ունեցել, ճիշտ այս մրցաշրջանում այլ արդեն դու չեմ սպառում գողոքել է, բայց 2 գողոքել է ու այսօր շատ ռոտացիա է կիրառել, շատ նոր ֆուտբոլիստներ կային, բայց անգամ այդ պարալայում էր եղել չկաված, հետաքրքիր է զուտ նրա ներկայիս կարգավիճակը ձեզ համար ինչքանով է գոհ նրա մարզավիճակից եւ այլն։ Մենք հայտարարությունում 23 ֆուտբոլիստ ունենք, չհաշված դարպասապահներին, բոլորին հնարավոր չէ ժամանակ տրամադրել մեկ հանդիպման ընթացքում, ամեն դեպքում կար որոշ հատված խաղի, երբ Միչելը դուրս եկավ դաշտից, դիտարկում էի 2 հարցակողով խաղալու հնարավորությունը, այդ ժամանակ մտածել եմ Էլոյանին շանս տալու մասին։ Pero yo no me gusta mucho hacer cosas que no entreno. Nosotros no hemos entrenado con 2 puntas y una línea de 4 y normalmente yo no hago cosas que no entreno. Ինձ դուր չի գալիս ամեն դեպքում խաղի ժամանակ կիրառել մի սխեմա, որը մարզումների ընթացքում չեմ օգտագործել, չեմ պատրաստել, մենք մարզումներին երբեք 2 հարցակողով չենք աշխատել, դա է պատճառը, որ նման որոշում չկայացրինք։ Pero Eloyan sigue teniendo mi confianza porque trabaja bien, es una persona profesional, dedicada, que quiere mejorar y va a tener muchas chances de jugar. Ամեն դեպքում Էլոյանը վայելում է իմ վստահությունը, որովհետև շատ պրոֆեսիոնալ է, նվիրված, շատ լավ է աշխատում թե մարզումներին, թե խաղերին, միանշանակ ունենալու է շանսեր այս մրցաշրջանում։ Այսօր գրել էին, ես չգիտեմ դա ինչքան է ճիշտ, որ նախ ներողություն ձեզ հաջողություն Ունիվերսիտետի Կրայովայի հետ պատասխան խաղում, այսօր գրել էին, որ Զիդանի ծառայություններով հենց Ունիվերսիտետի Կրայովան է հետաքրքրված, ինչքանով է տեղեկությունը համապատասխան
պատասխանում իրականացնելը դեպի կարելի։ Դու չես իրեն, չէ՞։ Որևէ տեղեկություն չունեմ, իմ աշխատանքն է բարելավել թիմի խաղը եւ ֆուտբոլիստների խաղը։ Y si surgir una oportunidad para cualquier de uno, es el club que tiene que valorar eso no me disrespecha a mí. Դա ակումբի աշխատանքն է, նման հնարավորությունները դիտարկելը ես իմ գործով եմ զբաղվում։ Ամեն։ Այսօր Նետուրը նահատական խաղ անցկացրեց եւ մի շարք հնարավորություններ ուներ եւ անընդհատ թվում է, որ նա իր պահը գտնելու է եւ օգտագործի, արդյոք դուք եք այդ մտքով նրան ինչը վերջման խաղադաշտում եւ երկրորդ մասահարցի Նետուրը շատ է ավելացրել ու երբ վերադառնանք արդեն եվրագավաթների այս որակառման փուլերից արդյոք դիտարկում եք Նետուրին եւ Լիմային միասին օգտագործել տարբերակ, կա ինչ-որ տարբերակ, որ դրանց միասին հնարավոր է օգտագործել։ Dos preguntas sobre Nedur. Primero es sobre Aliona Nedur, Badu Nedur. Hoy ha tenido muchas oportunidades y jugó 90 minutos. Hubo una impresión que en algún momento va a marcar. Por eso quedó en el campo. Mira, yo soy una persona que acredito mucho en el trabajo, pero también acredito en la energía. Si nosotros tenemos buena energía con las personas y las damos tiempo para que jueguen y para que puedan usufruir de una energía buena venida de afuera para adentro, las cosas funcionan. Cuando no tenemos una buena energía, es difícil que funcione, ¿ok? Yo creo mucho en eso. Para mí eso es determinante. Pero, mira, yo me enfado mucho que no marque gol, pero ha hecho un buen trabajo, ha luchado, ha peleado, movióse, y ha hecho su trabajo. No ha tenido suerte, es verdad, no ha tenido suerte en el partido, pero es el mejor marcador de la liga, tiene 3 goles y es el mejor marcador de la liga, ¿no? Ես շատ եմ գնահատում աշխատանքը, բայց նաև ինձ համար շատ կարևոր է թե ինչ էներգիա է բերում ֆուտբոլիստը թիմին, ինձ ամենաշատը դուր եկավ նրա էներգիան, որը հաղորդում էր այսօր, ես այնքան էլ չեմ զայրանում, բարկանում, երբ ֆուտբոլիստը գոլ չի խփում։ Ինձ համար շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը շատ աշխատի, իսկ Նդուրը այսօր անընդհատ տեղաշարժվում էր, կռվում էր գնդակների համար, երբեմն խլումներ էր կատարում, ու ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այսօր նրան բախտը չժպտաց, իսկ Նդուրից շատ գոհ եմ, նա առաջության լավագույն ռմբարկուն է ու 3 գոլ է խփել, հիմա երկրորդ հարցը արդեն։ Nadur juega muy bien, ha marcado 3 goles y hay una consideración que en el futuro, cuando acabe esa fase de clasificación, que el equipo juega con 2 delanteros, Nadur y Lima. ¿Has pensado en eso? Pero eso lo tengo que entrenar, ¿no? Mira, yo cuando ha venido a Rio, mi sistema preferido es jugar en 4-3-3, ¿ok? Y luego creamos variables que muchas de las veces jugamos con 2 delanteros. Nosotros tenemos 3 buenos strikers y eso es una cosa que a mí me pasa por la cabeza, pero necesito entrenarlo porque cuando juegas con 2 delanteros, en el medio campo no tienes 2 líneas en el medio campo, tienes una línea solo porque tienes 2 centrocampistas. Y entonces la equipa tiene que crear hábitos para poder jugar de esa forma, porque los extremos no pueden defender tan abiertos, tienen que defender como. Y eso es necesario trabajo. Okay? Բնականաբար մտածել եմ այդ մասին, մենք 3 հրաշալի կենտրոնական հարձակվողներ ունենք, բայց խնդիրն այստեղ այն է, որ նման սխեմա կիրառելու համար մի փոքր ժամանակ է պետք աշխատելու եւ մարտվելու։ Ես արդեն ավելի քան 1 տարի է այս ակումբում եմ, մենք միշտ խաղացել ենք մեր ամփոփող 4-3-3 սխեմայով, որտեղ կա 1 կենտրոնական հարձակվող։ Ու հետագայում էլ եթե խաղանք 2 կենտրոնական հարձակվողով, դա լինելու է կամ պաշտպանության կամ կիսապաշտպանության հաշվին, այնպես որ այդ ամենը շատ լավ մանրակրկիտ պետք է հաշվարկենք եւ ըստ այդմ արդեն կորոշենք, բայց դա աշխատանք եւ մարզումներ է պահանջում։ Արման Սա
ցածր հարցեր կա, կոնկրետ այս ալերտարություն չունի, Ուգո Լիբերայի մասին եվրոգավաթներում տեսնում եք ինչպես է կենտրոնում բավականին փոխարինել։ Ինձ հետաքրքիր է ինչու նախորդ մրցաշրջանում մարզիչը չէր օգտագործում Օլիվերային այդ դիրքում եւ Բալանտանելի խաղեր էր բացվում։ Hugo Olivera juega muy bien y cambia muy bien a Balanta en el centro de campo. La pregunta es, ¿por qué en la temporada pasada no usó tanto a Hugo Olivera en el centro de campo en sitio de Balanta? Mira, Hugo, de su posición natural, es defensor derecho. ¿Okay? Nosotros lo pusimos a jugar este año en posición de interior, de medio interior, porque yo lo conozco, lo entrené desde chico y en un torneo lo utilicé en esa posición y nosotros teníamos Balanta lesionada y no teníamos medios porque Arman también estaba lesionado. Fue una opción de recurso que lo mantuvimos porque tuvo performance, ¿no? Pero no es su posición de raíz, ¿entiendes? Pero no sé si no lo vamos a usar más veces ahí. Claro. Ամեն դեպքում չպետք է մոռանանք, որ Օլիվերայի հիմնական դիրքը պաշտպանության աչեզրն է, ճիշտ է շատ գոհ եմ նրա ելույթներից այս մրցաշրջանում այդ դիրքում, կիսապաշտպանությունում ու նախկինում էլ քանի որ աշխատել եմ Օլիվերայի հետ, գիտեի որ այդ դիրքում կարող է շատ լավ խաղալ, բայց գլխավոր պատճառը թե ինչու է ավելի շատ այս մրցաշրջանում նա խաղում կենտրոնում, որովհետև չկա նաև Արմեն Համբարձումյանը։ Իսկն եթե նա առողջ լիներ, Hugo Olivera կշարունակեր խաղալ։ Pero los partidos cambió mucho porque nosotros empezamos a ganar, posiblemente podíamos ter metido el segundo gol, el partido quedaba más controlado, pero luego yo no quería que Balanta jugara 90 minutos, o sea, Balanta lleva 5 meses sin jugar, pero después entre la fadiga también a Terra tuvimos que sacarlo y Mitchell no aguantó más, portanto nosotros às vezes tenemos un plan y el plan se cambia por cuestiones de decisión de lesiones de los jugadores, pero si el club quiere jugar a este nivel, tiene que estar preparado para eso, porque es normal, jugamos de 3 en 3 días, no solamente los jugadores que juegan en Europa, los otros que no juegan también viajan, también tienen fatiga, es normal, pero lo tenemos que acostumbrarnos a esto, porque los que juegan a un nivel alto tienen cuestiones fisiológicas más rápidas, que recuperan más rápido, que recuperan mejor, y nosotros tenemos que mejorar ese plan también. Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ երբեմն մեր ծրագրերը փոխվում են ընթացքում, այնպես չէ որ միշտ ամեն ինչ գնում է այնպես ինչպես ծրագրել էինք եւ դա պայմանավորված է վնասվածքների քանակով ու թիմի ընդհանուր հոգնածությամբ, հատկապես այս փուլում, երբ 3 օրը մեկ հանդիպում ենք անցկացնում ու այդ վնասվածքները, հոգնածությունը ոչ միայն խաղերից են առաջանում, այլ նաեւ երկար ճանապարհորդություններից կոնկրետ այսօրվա խաղում էլ շատ հոգնեցին կիսապաշտպանները, 3-ն էլ Բալանտան դեռ իր օպտիմալ մարզավիճակում չէ, մի քանի ամիս բաց է թողել։ Հետո զգացինք, որ Թերան ու Այվազյանն էլ ֆիզիկապես լավ վիճակում չեն ու այդպիսի իրավիճակներում է, որ երբեմն Հուգոն ստիպված է ուղղակի խաղալ կիսապաշտպանություն։ Արմեն Բանվիպա, Միշելայովյանի խաղի մասին դուք խոսել, մի քանի դեպքում փորձում եք որ ստանդարտ տալ, ավեց, այնպես եղավ նաև գոլի ժամանակ, ինչպես եք գնահատում նրա աշխատանքը։ Ինձ ամենաշատը Այվազյանի մեջ հիացնում է նրա հասունությունը, թե որքան պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին, որքան արագ ադապտացավ մեզ միանալուց հետո, ես ուղղակի կասկած չունեմ, որ նա շատ թոփ կիսապաշտպան է դառնալու, որովհետև դրա համար բոլոր նախադրյալները ունի, նաև տակտիկական գրագիտություն, որ կարողանում է խաղալ թե պաշտպանվելիս առանց գնդակի, թե գնդակով, անընդհատ նոր հնարքներ է փորձում, այդ տեսանկյունից հարցը շատ լավն էր ու ես
վստահ եմ, որ նա դեռ շատ է ավելացնելու, թե ֆիզիկապես, թե տակտիկական աշխատանքում, այնպես որ հրաշալի ֆուտբոլիստ է դառնալու Միշել Այվազյանը։ Վերջին հարցը։ Պարոն Տուլիպա, եթե կարելի է ներկայիս Միշել Այվազյանին համեմատեք այն Վիտինյայի հետ, որին դուք մարզել եք։ Հնարավոր չէ համեմատել Վիտինյային ու Այվազյանին խաղային հատկանիշների տեսանկյունից, բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ ֆուտբոլիստը ունենում է հրաշալի կարիերա, երբ գիտի աշխատել եւ սովորել, ու վստահեցնում եմ, որ Միշել Այվազյանը այն ֆուտբոլիստներից է, որը ամեն օր, ամեն մարզմանը, ամեն խաղին ուզում է սովորել, ուզում է ավելի շատ աշխատել ու հաստատ կունենա շատ լավ կարիերա։ Só quero dizer duas coisas más, ¿ok? Primero, a mí detesto perder y no ganar, es algo imposible. Dar los parabéns a lo árbitro, a la equipa de arbitraje. Ուզում եմ ասել, որ այն խաղը, որ եղավ, այն արդյունքը, որ գրանցվեց, արդարացի էր, բայց մրցավարությանը ուզում եմ ասել, որ պետք է բոլոր որոշումները կայացվեն հավասար եւ արդարացի։ Todas las decisiones sejam iguales para cualquier club, ¿ok? Só isso que quero lembrar.